The community. Ղազմիկն ու Իվանը իրար հետ ինչ կապ ունեն, բնավորության գծեր կա, որ իրար նման են։ Այդ ինչ եմ հարցնում, որովհետև մենք բոլորս քեզ սկսեցինք ճանաչել բանակում սերիալից։ Դու ինքդ նմանություններ գտել ես իրանց միջև։ Հա, բա ոնց։ Որն է այդ նմանությունները։ Բնավորության ինչ գիծ կա, որ նման է։ Բնավորության այդ ասենց ռիսկի բաներ անել է, անդադ փոխվել է։ Ռիսկային մարդ ես։ Հա, շարժումները։ Ես 7 ամսեկան եմ ծնվել, տենց ասեմ։ Այդ ամենից ասում չէ։ Վռազ ես եղել։ Հա։ Իսկ ռիսկերդ միշտ արդարացվում են։ Չէ։ Հա։ Հա, տեղեր կային ոնց է ոգևորվում ես ռիսկային բաներ ես անում, բայց չի լինում, բայց հիմնական 99% արդարացվում է։ Իվան, մի փոքր ուզում եմ քո մասին պատմես, կարճ, դեռևս Հայաստանի Իվանի մասին խոսենք։ Հետո կգանք արդեն Միացյալ Նահանգներ։ Որտեղ է ծնվել Իվանը, ինչ ընտանիքում ես ծնվել, ովքեր են ծնողներդ եղել, մի քիչ պատմի։ Ես ծնվել եմ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում։ 7 ամսեկան, մայրս Վայքի Բարձրունի գյուղից, սահմանամերձ հայրս Ազադեկ գյուղից։ Մանկությունս գյուղում անցե։ Տատիկ, պապիկների հետ, երկով, պարով, աշխուժ, ուրախ։ Քանի երեխա եք։ 3, 2 եղբայր, 1 քույրիկ։ Դենցա քույրիկս էլ աշխուժ, քույրիկս էլ բարի ուսուցչուհի է։ Ահա։ Ինձ է քաշել, ես ինձ ասում, ես քեզ եմ քաշել, ես իրան։ Եղբայրս էլ աշխուժ, երաշտական, լավ ձեռքի շնորհքով, բայց չշարունակեց ծառայում ինքը։ Ահա։ Հա։ Այդտենց Վայոց ձորյան այդ կոլորիտում, այդ մարդկանց հետ, այդ սիրուն բնության հետ համահունչ մեծացել եմ, հետո գնացել եմ բանակ, բանակից եկել, աշխատել եմ ռեստորաններում, Վայքում, հետո ընդունվել Թատերական ինստիտուտ, Արմեն Էլբակյանի արվեստանոց, անվճար, ոնց են ասում, ճակատագիր, բախտ, հաջողությունը, սենց ստացվեց, որ 25 տարեկանում նոր ընդունվել եմ Թատերական ինստիտուտ։ Դերասանական բաժնում էիր սովորում։ Դերասանական բաժին, հա, Էլբակյանի։ Իսկ այդ տարիներին, երբ որ սովորում էիր, նաև աշխատում էիր։ Հա։ Մասնագիտությամբ էիր աշխատում։ Համարյա այդ ժամանակ նոր էր այդ ծաղրացու հեքիաթի հերոսներ, տենց էի աշխատում, չնայած ուրիշ գործերել եմ աշխատել, բան security, տենց պահակման, շատ հետարքի պատմություններով, տենց աշխատել եմ շինարարություն, տարբեր տենց աշխատանքներ, աշխատելուց ճիշտ ասած չեմ նեղվում, ընդհակառակը, որ պարապ եմ մնում, ավելի վատ եմ զգում, սիրում եմ աշխատել, կապ չունի։ Այսօրվա մեր հաղորդման ֆորմատը մի փոքր ուրիշ է, ես ասում եմ իմ հետևորդների համար։ Մի փոքր ուրիշ է նրանով, որովհետև այսօր որոշել ենք, որ ոչ միայն ես եմ Իվանին հարցեր տալու, այլ Իվանն էլ է ինձ հարցեր տալու, որովհետև Իվանն էլ իր հաղորդման շրջանակներում հայը հաղորդման շրջանակներում միշտ խոսում է հայերի մասին, հայերի կյանքի մասին Միացյալ Նահանգներում, շատ կարևոր թեմաներից ես խոսում։ Քանի որ ես չեմ կարող քո հյուրը լինել, ես քեզ այդ առիթը տալիս եմ, որպեսզի դու էլ ինձ հարցեր տաս։ Հիմա լսում եմ առաջին հարցը։ Նախ առաջին հարցը իմը ձեր հետևորդները ոչ միայն Ամերիկայից են, տարբեր տեղերից, նույնիսկ ինձ համար էլ, հա, ես առաջին հայացքից ձեր հաղորդումը նայել եմ, առաջինը ես նայում եմ, որպես հայ լավ բան եք անում, լավ հարցեր եք բարձրացնում մեր հայերի մասին, համարյա իմ հաղորդման նման բան է, բայց այդ community, դուք սիրում համայնքը, այդ ինչ է նշանակում։ Համայնքը, մենք համայնք, ասեմ, քանի որ տեղը եկել է, ասեմ։ Վայքի Բարձրունի գյուղում նստած նայում են, ասում են, մեր Իվանը կնաց է, յուր մեխատ անուն էր, community, ինչ է, ասեմ, հետո զանգելու են։ Community թարգմանաբար նշանակում է համայնքը։ Համայնք։ Ինչպես ընտրվեց անունը, հիմա մի փոքր կարճ պատմեմ։ Այստեղ Միացյալ Նահանգներում Facebook-յան շատ հայտնի խումբ կա, որ կոչվում է US Moms։ Ես այդ աղջիկների հետ
իրանցից մեկի տուն հյուր էինք գնացել, աղջիկների հետ նստած քննարկում։ Գարիկի մոտ հանգստյան գոտին Palm Springs-ում ձեր վստահելի հանգստավայրն է։ Գարիկի մոտ առաջարկում ենք հարմարավետ տներ եւ անզուգական մթնոլորտ։ Վայելեք անհոգ հանգիստ միայն Գարիկի մոտ։ Ում էինք Արոնել էր մեր հետ, քննարկում էինք հաղորդման միտքը, ընդհանուր առմամբ, թե երբ պիտի լինի, ինչպես անենք ֆորմատը, ոնց անենք, ամեն ինչը որոշվեց ու վերջում հասկացանք, որ անունը չենք կարողանում որոշենք։ Երբ որ ես աղջիկներին պատմեցի, թե ինչի մասին է լինելու իմ հաղորդումը, ես պատմեցի, որ մեր համայնքում ապրող, աշխատող, արարող մարդկանց մասին է լինելու ու պարտադիր չի, որ այդ մարդիկ լինեն ճանաչված։ Կարող են լինել մարդիկ, ովքեր ուղղակի այստեղ եկել են ինչ-որ բան ստեղծելու համար ու ստեղծել են իրենք իրենց քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Երբ որ այդպես պատմեցի, աղջիկները ինձ առաջարկեցին, որ հաղորդման անունը դնեմ The Community, համայնքը, այսինքն համայնքում գործող, ապրող մարդկանց մասին։ Համայնքը զորավոր է։ Համայնքը զորավոր է։ Շատ լավ։ Հիմա իմ հարցը, Թատերական ինստիտուտը ավարտելուց հետո արդեն պետք է անցնեիր աշխատանքի։ Որն էր այն առաջին դերը, որ ստացել ես առաջարկը կինոյում, թատրոնում խաղալու համար։ Ու ընդհանրապես ինչ որ թատրոնում աշխատել ես։ Չէ, գրանցված չեմ աշխատել, բայց Էդգար Էլբակյանի թատրոնում հրավիրվում էի ներկայացնել։ Թատրոնում, պարոն Էլբակյանը բեմադրություններ էր անում, այնտեղ էին խաղում, եւ Սունդուկյան թատրոնում։ Սունդուկյան թատրոնում եմ խաղացել։ Դե Թատերական ինստիտուտ սովորել դերասանի համար, որ ամենաառաջինը բնական է թատրոնն է, խաղա, դեր ստանա։ Եվ ուսանող տարիների երրորդ կուրսեի արդեն իմ ընկերները իրար հետ ենք սովորում Թատերական ինստիտուտում, խաղում էին բանակում սերիալում։ Անդադ ասում էին արի, ասում էի չէ։ Թեատր դля ակտյորը խրամ։ Որտեվ թատերական որ սովորում ես, անդադ ուսուցանում են, որ թատրոնը հետո սերիալը միշտ կա, բարձր արվեստ։ Բայց որ տանտերը զանգում է, ասենք վարձը ուզում է, իրան չի հետարքում արվեստ, Շեքսպիր, Թումանյան, դերասան, ասում է տան վարձը դու ուզած ոնց որ գնում ես սերիալում խաղաս։ Հետո սերիալը նայած օգնում է, էլի, ասենք հիմա ինչ շատ օգն է։ Սերիալում խաղացել եմ, ճանաչել են, դարձել եմ հանդիսավար, թամադա, գումար ես աշխատել, որ դերասան, գումար, փող, այն ժամանակում որ հրաշք։ Ուրիշ բանի մեջ ես ընկնում, բայց արդեն թատրոնը մնում է, բան, հետո թատրոնի դե գումարն է քիչ, ինչքան էլ սիրում ես, ձգտում ես, բայց չես կարողանում, որտեղ փորձերի ժամերը, օրերը չի համընկնում, ասենք, այդ օրը հարսանիքում ես, որ փորձի ես, կարող քո պատճառով 10-20 հոգի չկարողանան կամ փորձի, բան, sense խաղը շրջան էր, ես էլ դե վարձով էի մնում, հետո ամուսնացա, 18 տեղ վարձով եմ մնացել։ Որ շատ դժվար վիճակներ էլի, խաղը վիճակներ։ Ճիշտ ասած Ամերիկա գալու այդ բանն էլ էր, որ ասենք գամ Ամերիկա, աշխատեմ, Հայաստան տուն առնեմ, հետո հետ գնամ, այդպես զոշում։ Դեռ դրան կհասնենք, սպասի։ Պերֆեկտ։ Դեռ դրան կհասնենք։ Ունես ինձ հարց, լսում եմ քո հարցը։ Տենց է, չէ, ցանկացած հաղորդում նկարանում, նույնիսկ մարդիկ, որ բան են անում, ասենք, այսօր Instagram, Facebook մի բան նկարում են, մի բան ասելիք պետք է ունենա։ Ձեր ասելիքը, բանալին որն է, ձեր հաղորդման ասելիքը։ Ես արդեն նշեցի, իմ հաղորդման միջոցով ես ուզում էի պատմեի Միացյալ Նահանգներում ապրող, արարող, հասարակ մարդկանց մասին, ովքեր եկել են, արտանան Instagram-ով կոֆե խմելուց, լվացվելուց պատմեն, էլ պետք չի պատմեն։ Ես հասկանում եմ, բայց մի քիչ խորացված, մարդու կենսագրությունը, մարդու էությունը, թե ինչպես է ինքը այդ ամեն ինչին հասել, դա ավելի հետաքրքիր ու բովանդակալից ներկայացնում ենք մենք։ Ավելի պրոֆեսիոնալ, ոնց հասկացա, ձեր հաղորդման ֆորմատը պրոֆեսիոնալ ներկայացնեք հայերի մասին Ամերիկայում, ինչ են ստեղծում, ինչ են արարում, ինչ են անում, այդպես հասկացա։ Այո, դա պատմություն է ամեն մեկի մասին, թե ով ինչպես է հայտնվել Միացյալ Նահանգներում, ինչ ճանապարհով, ինչի մեջով է անցել, ինչ դժվարություններ է հաղթահարել, դրա մասին հաճախ չի, որ մարդիկ
Instagram-յան իրանց story-ներում կամ reel-երում կպատմեն։ Ջերմ զրույցի ընթացքում հիմա այսօր ես քեզնից լսում եմ լիքը բաներ, որ ես քո Instagram-յան էջերում չեմ տեսել։ Դու պատմում ես քո մասին, որ ես քո Instagram-յան էջերում չեմ տեսել։ Պատմեցիր քո մանկության մասին, բայց դու դրա մասին Instagram-յան էջերում չես կիսվել։ Չէ, հիմա տեսեք, ես էլ Instagram, Facebook բանը համացանցը հա լավ բան է, բայց համացանցը ուրիշ բան է ուզում, բայց ասենք ես ուրիշ բան եմ ուզում։ Ես եթե ինչ-որ բան անում եմ համացանցում, ուզում եմ օգուտ տա, ինչ-որ բան անես։ Մտնեմ թե ոնց եմ հաց ուտում, թրաշվում։ Ես գիտեմ այդ են շատ սիրում։ Ես անգիր գիտեմ այսօր ինչ է սիրում մեր ազգը, մեր ժողովուրդը։ Այսինքն մեծամասնությունը ինչ է սիրում, որ անես։ Նույնիսկ ես ին վրա եմ փորձել, ասենք, չգիտեմ, հայհոյելով բան եմ պատմել, ավելի շատ են նայել, կամ ասենք մի հատ, չգիտեմ, իշխանություններից լրագրող է եկե հարցազրույցի հարցա տվել ման այս կոմեկում ավելի ասենք ասել եմ այսինքն կոնֆլիկտային բաներ եմ ասել ավելի շատ են նայ քան ասենք տարազս հակե Yarxuşտի եմ բարե քոչարի եմ բարե գնացել ինչ-որ լավ բաներ եմ արել չեն նայ քիչ կամ այդպես սովորական կամ ինչ-որ լավ բանից խոսած չգիտեմ ինչ-որ արվեստի բանի թատրոնի բաներ են գցում չէ ուրիշ բան է ուզում այսօր համացանցը դրա համար չեմ դրել ինձ ասում են որ արտանում ես հենց մեքենա խոդես տալի story արա վիդեո արա ասում եմ հա ինչ խոսա բանը ինչ-որ ինչ փոխվի այսօր մենք պիտի գիտես որն է մեր խնդիրը բարև բառից սկսած փոխվենք դրա համար ծնվավ իմ մեջ հայն ու հայը հաղորդումը որտեվ ես ամերիկան պատկերացնում էի Վիլյամ Սարոյանի պատկերացումներով որ ասում էր աշխարհում երկու հայ հանդիպեն իրար կստեղծեն մի նոր Հայաստան, կկառուցեն եկեղեցի, կխոսեն մայրենի լեզվով, չես կարող ջնջել այդ երկու հայի միտքը։ Շատ հզոր ասված, բայց ցավոք գալիս է ստե տեն մեջ չէ։ Իվան, մի քիչ համաձայն չեմ քեզ հետ, գիտես, այստեղ Միացյալ Նահանգներում մեր հայրենակիցներ, ես միշտ բարձրացնում եմ եւ խնդիրները, եւ խոսում եմ եւ թերությունների, եւ առավելությունների մասին, բայց մեր համայնքը այստեղ ուժեղ է, շատ կապված են իրար հետ։ Ես կարծում եմ երևի միակ համայնքն է, որ Ամերիկայում կամ կարելի ասել աշխարհում, որ 1 միլիոն հայ ապրում, իրար կապված են, բայց այդ խոսակցությունները, խնդիրներն են շատ։ Այդ մենք հայ ենք, դա պիտի լինի։ Չէ, այդպես չէ։ Դա միշտ էլ եղել է։ Չէ, նայ, այդպես չէ։ Լավ բաներն էլ կա, ես սիրում եմ լավերը բարձրաձայնեմ, լավ օրինակները, լավ բաները, մանավանդ ստեղ ինչ են գալի հայերը ստեղ, որ բոլորը հայ բանկ մտնում ես, խնդիր չկա, ասես հայ կա կամ մի հատ հայ բան, այդ զգացողությունը հայ, ես շատ եմ լսում, շատ հայագետեր, հայի մասին շատ եմ խորանում, շատ եմ լսում, որտեղ աշխարհում մեր ազգից լաված չկա, բայց որ իմանում եմ որ հայը հայի հետ խնդիր ա եղել, էս ա եղել, շատ եմ նեղում, ասում են ախ քեզ ինչ, հո քեզ բան ասող կա Ամերիկայում։ Գեր խմի լավ ընկերներ ունես, ուրախ զվարթ ապրի, ասում եմ չէ, հենց այդ չի հարցը, ես ուզում եմ բոլոր այդ, տես ես ձեր հաղորդումը տեսել եմ, չեմ ճանաչում ես ձեզ, որ ուրախացել եմ, ասում տես հարցազրույց են կանչել, խոսում են, խնդիրներ են բարձրացնում, բան, լայքում եմ, նայում եմ, ուրախանում եմ, լավ բան են անում։ Հիմա չեմ ճանաչում։ Այ այդից պետք սկսվի, ոչ թե համայնքում եմ, ես իմ ընկերը ունեմ, այսօր ես ուտեմ, խմեմ, քնեմ, ինչ կլինի։ Մենք գիտենք, որ դու ամուսնացած ես։ Ամուսնացած ես Մերիի հետ, ով նաև երգում է հրաշալի։ Որտեղ ես ծանոթացել Մերիի հետ։ Հա, հարսանիքի ժամանակ ես համադայի։ Ինքն էլ երգում է։ Հա, Մերին էլ երգում էր, դե ծանոթացանք։ Այսպեսի մի բան եմ նկատել քո Instagram-յան էջում։ Մի քիչ քչփորել եմ ու նկատեցի, որ դու Մերին մաչո ես ասում, ինչի, այդ որտեղից է եկել։ Դե Մերին մաչանեց ազգից է, Էջմիածին մաչանեց տուն կա, չէ։ Մաչանեց ազգից է, կարճ մաչո եմ ասում։ Ասենք մաչանեց չեմ ասում, մաչո էլի։ Հասկացա։ Ձեր մոտ սերեր առաջին հայացքի։ Հա, մի անգամից։ Քո մոտ թե Մերիի մոտ։ Իմ։ Արի, տղամարդ, ո՞նց ես։ Լավ ես։ Հա։ Ինչ ես անում։ Ոյ, ո՞ան ունիչ։ Լավ ես։ Հիմա մի փոքր խոսենք նրանից,
թե ինչպես կայացրիք որոշում տեղափոխվել Միացյալ Նահանգներ, ինչ որ պատճառ կար Միացյալ Նահանգներ տեղափոխվելու եւ երբ ես տեղափոխվել Միացյալ Նահանգներ։ Ճիշտ ասած 19 թվականին մերին էր ասում անդադ գնանք Ամերիկա աշխատենք, տուն առնենք, բան Հայաստանում դժվարա չի լինի, sense էս կոմենկոմ մերին էր մտնենք դեսպանատուն, ասում եմ ես չեմ ուզում Հայաստանից ուրիշ տեղ չեմ ուզում, Ռուսաստան գնում էի 15 օր չէի կարող մնալ, Հայաստան շատ եմ սիրում, չեմ կարող ոչ մի տեղ մնալ։ Այդպես 19 թվին մտանք դեսպանատուն, հոպ, խփեցին։ Այմա ես չեմ ուզում խփեցի, մարդիկ երազում են, խառնվում են իրար, մեզ խփեցին, տուրիստ եկանք, չմնացինք։ Ասում եմ, չէ, Հայաստան լավ է։ Հետ գնացինք, հետո դե կորոնա, պատերազմին ընդեղ էինք, արդեն դե դժվարություններ, աշխատանք չկա, բան չկա, վիզան էլ կար։ Սենց հելակ եկանք։ Եկանք, ճիշտ ասած գնացել էինք ուրիշ նահանգ, Արիզոնա նահանգ։ Ինչի։ Այնտեղ մեր ընկեր ասաց եկեք ստեղ ռեստորան ենք բացում, ստեղ աշխատեք, չստացվեց, տեղափոխվեցինք ստեղ, դժվարություններ եւ այլ ու մնացինք։ Բայց ոնց են ասում, մեր Սոր Սարգսյանն է լավ ասում, այնքան դժվար է, որ դու ուրիշ տեղ ես, միտքդ ուրիշ տեղ է։ Ահա։ Հիմա մարդկաս սիրում է ստեղ ոսկե կանոն կա, չէ՞, պիտի Ամերիկային սիրես, որ ինքն է քեզ սիրի։ Քեզ սիրի, հա։ Հա, բայց քանի որ անդադ միտքդ Հայաստան է, ասես ոնց որ դժվար է իմ համար։ Ահա։ Հիմա մարդկա գալիս է մի ամիս հետո ասում է իմ երազած երկիրն է, հրաշք է։ Իրոք, այս աշխարհի ամենաուժեղ երկիրն է աշխատելու առումով, չգիտեմ, շատ առումներով, բժշկական եւ այլն, բայց ես չգիտեմ ինչի իմը Հայաստանն եմ շատ սիրում։ Մենակ ձեր գլխարկն է երևում ու տարբեր սիրուն ցիլոներ։ Միստր X-ի նման եք անում, որ վերջում ասենք նկարեք, վերջում դուք երևաք։ Այդ ամենահաճախ տրվող հարցն է մեզ։ Հա։ Մեր Instagram-յան էջին ամենաշատը այդ հարցն են գրում։ Ուզում եմ մեկ ընդմիշտ պատասխանեմ այդ հարցին։ Երբ որ մենք Արոյի հետ որոշում էինք այս հաղորդումը բացենք, ու որոշում էինք նկարահանումները սկսել, մենք որոշեցինք, որ այս հաղորդումը լինելու է հյուրի մասին, ոչ թե իմ մասին։ Ես չեմ ուզում լինել կադրում, որպեսզի շեղող ոչինչ չլինի։ Մենք հայերով սիրում ենք, չէ՞, համացանցում նստել, քննարկել մազը, ունքը, այս մեկը սենց չէր հագել, այս մեկը նենց չէր հագել, այդ ինչ շորեր հագել, այդ ինչ գլխարկ էր դրել։ Հիմա մենակ այսպես։ Շատ լավ, օրինակ ես չեմ սիրում այդ որ նկարանումները իմ անում ենք, չեմ ուզում ես շատ Երևան, որ մի բան էլ գցում եմ, ուզում եմ իմ հյուրերը Երևան, հետո քանի որ այստեղ Ամերիկա մեր հայության մեջ շատ մասը, մեծամասնությունը բրենդային են, հա, դրա համար բրենդային ինձ ասում են, ես ինչ ես ամեն անգամ հագնում, ասում իմ Լուի Վիթոնն է, իմ Գուչին է, որտեղ մեր ազգային զգեստից, ազգային արժեքներից մեծ բրենդ հələ աշխարհում չկա։ Ես չգիտեմ հետո ինչ կլինի, ես կորոշեմ Երևան, թե չեմ որոշի, Արոյի հետ այդ որոշումը կկայացնենք, բայց այս պահին մեր համար ամենակարևոր բանը նա է, որ մեր հետևորդը կենտրոնանա հյուրի վրա, որովհետև հաղորդումը հյուրի մասին է։ Ես ընդամենը հարցեր եմ տալիս, որի միջոցով բացահայտում ենք մեր հյուրին։ Շատ շնորհակալություն, շատ լավ։ Իվան, ուզում եմ մի հարցի պատասխանես։ Միացյալ Նահանգներ եկաք, տեղափոխվեցիք, սկզբից Արիզոնա, հետո եկաք այստեղ արդեն LA եկաք։ Ինչն էր ամենաշատը դժվար քեզ համար։ Արի կարոտը մի կողմ դնենք, դա բոլորիս ամենամեծ դժվարությունն է այստեղ։ Բայց ինչն էր ամենադժվար բանը, որ հենց սկզբից էլ չէիր կարողանում հաղթահարեիր։ Այդ անորոշությունը, որ չես կենտրոնանում, որտեղից ստես, որտեղ վերջացնես։ Հետո ստեղ ամեն մեկը իր իմացածն է ասում։ Ահա։ Հետո ստեղ ապրելով հասկանում ես, որ մարդկանց պետք չի մեղադրել, զբաղված են խաղն են, անդադ չես կարողանում ինչ-որ մեկին զանգես, ասես, բա ինչ պետք է անեմ, հետո ինչ պետք է անեմ, թուղթը որտեղից սկսենք, որտեղ վերջացնենք, ինչ պիտի անենք, այս խառնաշփոթն էր լարվածությունը։ Որ ասում էին ոչինչ, դժվար է, բոլորի մոտ եղել է, հələ ավելի բարդ է այն ժամանակ, որ եկել են։ Հիմա ամեն ինչ կա, հեղախոսման հեշտ է, էլի, բան,
Այդտենց հիմա որ հետադարձ հայացք եմ նայում ծիծաղելով ուրախ ամեն իմ դժվարությունները ես բոլորը սիրուն հումոր եմ սարքել, պատմում, սա ծիծաղում եմ, բայց դրանից մեծ ողբերգություն չկա։ Բայց չգիտեմ, անցավ։ Մեկ էլ դժվար է որ արվեստի մեջ ես եղել, ու ստեղ արվեստի մեջ չես կարալ, մեջտեղից է ճղվես չես կարա։ Ոչ թե չես կարա քո խնդիրն է, այլ ժամանակ չկա ու այն պայմանները չկա, որ զբաղվես արվեստով մեծ գումար աշխատես ու էլ մնացած օրը բան չանես։ Դա 1000-ից մեկի մոտ է ստացվում, որտեղ այստեղ համարյա բոլոր արվեստի մարդիկ ուրիշ գործով են զբաղվում, ոմանք արդեն հասել են դրան բիզնես, այդ խնդիրներն է, որ հոգեվիճակը խառնում է իրար, որ ասում ես Հայաստան բաբշկան կապում է իր թամադա սիրուն նստում մեքենա գնում, ստե չկա։ Ասենք համադա կարող է լինի ուրբաթ-շաբաթ, կիրակի են էլ քեզ կկանչեն, թե չեն կանչի, որտեվ ասենք դու, չգիտեմ, ստեղ չես ապրել, չես ում սովորել են, ում սիրում են իրան են կանչում, դες չգիտեմ, խառը դες ընկնում ես բաների մեջ, էլի, հետո մի քիչ ուրիշ ձև աստեղ, ասես կոպիտ ասած բրենդային պիտի լինես, ամեն ինչը, ուրիշ ձև, ես որ նոր է եկես, ես շորեր, բան ասում են այ ախպեր, շորեր թանի գնա, Լուի Վթան ռեմենար, փայլուն կոստյում բան որ գործի կանչեն, եկել ես թե ազգային արժեքներ, Քոչարի, Յարկուշտի, ինչպես ասել է կոմիտաս չկա այդպես բան, շուշուտ, արագ երկու բառ ասում ես, բայց ես չեմ կարող, իմ մեջ տենց է նստել։ Հետո տենում ես որ մարդիկ կան հայեր ավելի քեզ օգնում են, քան քեզ հարազատ մարդիկ, այդ կոնֆլիկտներն էլ վրա է ազդում։ Ինքեր ունեմ 10 տարվա ընկերն է, իր հարսանիքն է, ուրիշ թամադա է կանչել։ Ուրիշ ասելով թե 6-7 հոգի են, 7-ս էլ իրար ճանաչում են, 7-ս էլ շատ հարազատի պես։ Ասում են այ բայց քեզ չի կանչել, որովհետև ասենք դու տենց մոդա կարող այդ հյուրերից կամ չգիտեմ, քերագինը սիրում է այդ իշ թամադային կամ ես իմ ինչ-որ մեկը ուրիշ մտնոլորտ, այդ ճանապարհը հաղթահարելն է խնդիր։ Ու կապ չունի դու լավն ես, վատն ես, պիտի ստեղ բրենդը լես։ Այդ բաներն է, որ հոգեվիճակը խախտում է, բայց հետո նայում ես ասում ես, դա ոչինչ, մենք հայ ենք։ Ու դրանից ես չեմ հիասթափում, ավելի հային սիրում եմ։ Ուստի մի հատ դες հայա, դες ճառացրեց սիգնալ դախկալը դծը հայկական մի ժեստ է, դա անտիր։ Ոչինչ, մեր հայերը ու այդ հոգեվիճակի մեջ ես ընկնում, այդ խնդիրները կա, որ ստե չես կարող, մինչև հաղթում ես բան։ Ես մի հատ լավ վերնագիր էի դրել, որ ստե ապրեցի, ասում եմ, ով ինձ չի օգնե, աշխարհի չափ շնորհակալ եմ իրենց։ Ով օգնել է, երախտապարտ եմ մինչև կյանքիս վերջ։ Լսում եմ հարցդ։ Հա, իսկ տեսեք, ձեր հաղորդման, ասենք, մեկնաբանություններով կամ ձեր հաղորդումը դիտողները, տես մարդկա ասենք դիտողականության վրա է նայում հաղորդում, մարդկա ասենք ինչ-որ բան է փոխվում իր մոտ, օրինակ իմ հաղորդումը ասենք պարի մասին նկարել է, ինձ մի հատ կին գրել էր, կուզենամ տղաներս պարեն, սովորեցնեք յարխուշտի բան, ես այնց էի ուրախացել, ոնց որ աշխարհում, սաղ աշխարհը ինձ տված է, որ մի բանով օգուտ է պետք է, հիմա ձեր հաղորդման մեկնաբանություններով, հյուրերի միջոցով, ինչ որ օգուտ տվել է հային, համայնքին, ինչպես։ Ես քեզ մի հատ հետաքրքիր դեպք պատմեմ։ Այսօր է տեղի ունեցել։ Ես չգիտեմ դու տեսել ես այդ հաղորդումը թե չէ, Անին, ով ծառայում է Միացյալ Նահանգների բանակում։ Ես բոլորը։ Անի հաղորդման մեկնաբանություններում Միկին գրել էր մի քանի օր առաջ, որ շատ ուրախ է, որ մեր հաղորդման միջոցով իմացա, որ Riverside-ում հայ է բնակվում։ Անին բնակվում է Riverside քաղաքում։ Ու այնտեղ Անին էլ հաղորդման մեջ ասում է, որ շատ տխուր է, որ այստեղ հայերը շատ քիչ են, ես ընդամենը մեկ հայի գիտեմ, շատ կուզեի, որ հայերը շատ լինեին այստեղ։ Երբ որ այդ կնոջ հետ խոսացինք, այդ կինն ասեց շատ եմ խնդրում ինձ կկապեք Անիի հետ։ Ես Անիին գրեցին իրար, դա երևի 3 չէ առաջի օրն էր, եթե չեմ սխալվում։ Այսօր իմացա, որ իրանք իրար հետ լանչի են գնացել, ծանոթացել են ու ասենք այս կինը գնա Անիի տենա էս քաղաքում։ Իրար հետ կսկսեն ընկերություն անել։ Շատ բաներ կա, օրինակ
ինձ հաճախ նամակներ են գրում այն մասին, որ այս ինչ մարդուն ճանաչում էինք, բայց չգիտեինք, որ ինքը այս ինչ գործով է զբաղվում, կամ այսպիսին է այս մարդը։ Օրինակ, չգիտեմ, այդ հաղորդումը նայել ես թե չէ, Հենդիմեն Էդուարդին, որ նկարել ենք, բոլորի համար շատ հետաքրքիր էր։ Էդուարդը հայերեն խոսալ գիտի ու բոլորի համար բացահայտում էր, հա, որովհետև ինքը իր Instagram-յան եւ Facebook-յան, YouTube-յան էջերը վարում է ռուսերեն լեզվով։ Ու բոլորի համար մեծ բացահայտում էր, որ Էդուարդը խոսում է հայերեն։ Հա, բացի հայերենը, ես ճիշտ ասած նայեցի այն իսկական հայ իրան գրել է խենթ հայ, իսկական խենթ է ինքը ու իր կյանքի պատմությունը, բանը ամբողջ համացանցը ձեր հաղորդման միջոցով փոխեց ու նույնիսկ Հայաստան հրավիրեցին ինքը այնտեղ հյուր շատ մեծ դիտումներով, շատ մեծ։ Դե իր պատմությունը բոլորս գիտենք, որ եւ այլն վերջը ոնց են ասում, չքաղաքականացնենք, բայց իր մարդը գիտես ոնց է մեր մոտ, որ ամեն մարդ իր անձնական հարցն է բարձրացնում։ Հա, այսօր համացանցում ենք այդ հնարավորությունը։ Հիմա ասենք մարդկա ասում է Հայաստանից զանգում են, չգիտեն այստեղ ոնց ասում են, ախպեր, մեր ախպերը գնաց Ամերիկա հարստացավ, դու 5 տարին դեր չես հարստացել։ Մարդկա ասում է 30 տարից դեռ չի հարստացել, մարդկա ասում է մի տարի է գնացել։ Ամեն մարդ մի ձև է նայում։ Հիմա այդ ձեր հավաքման բանը է, տես Անիին ասենք բացահայտեցին, տեսան, որ մի հայ, ասենք Անի ապրում է ուրիշ տեղ ու ասենք կարողացել են տենալ, ծանոթանալ, այդ Անին այդ տարածքն է, այդ հետաքրքրություններն է հավաքումներ։ Դրա համար ես ասում, ինչ-որ բան որ նկարում են, մի բան իմանաս փոխվի, թե չէ զարթենք, չայ խմենք, կոֆե խմենք, ոչ մի բան չի փոխվի։ Ոչինչ չի փոխվի, ճիշտ է։ Դրա համար ես չճանաչելով ձեր հավաքումները հենց առաջին օրվանից պատահական նույնիսկ ձեր առաջին նկարանումը որ անում եք, պատահական Արոյին տեսա, ասեմ, հայ, բարև, ոնց եք բան, դες ճանաչում եմ, բայց չեմ իմանում ինչ բան։ Այդ է իմ ասածը, որ ասենք ես էլ որ գալիս էի ձեզ մոտ նկարահանման, ասում էի գնամ հարցեր տամել, ասում եմ ինչ եք նկարում, ինչ ա ուզում ասի, որտեղ օրեր առաջ էլ ես էի նկարահանման, այդ ով իմ հյուրներ նկարում էր, եկեք անցեք, չէ, կանգա, ոնց ես, լավ ես պպուշիկ, ապրես, ուի, Դες այս հրաշքա հայերը երեխեքը Հիմա տեսնես ինչքան լավ է։ Փողոցում գլենդելում քայլում ենք, շուրջ բոլորը հայեր են, քայլում ենք Արցախի պողոտայով, գլենդելում ու շուրջ բոլորը հայեր։ Էտա դրամա։ Այ քանի որ այս թեման գնաց հայերի, Իվան, ես հայերին շատ եմ սիրում, բայց ես նաև այնպիսի մարդ եմ, ով միշտ բացահայտ խոսում է եւ թերությունների եւ արժեքների մասին հայի։ Դու գիտես, որ հաճախ մեր հաղորդման ընթացքում մենք բարձրաձայնում ենք մի թեմա, որը վերաբերվում է հին ու նոր հայերին։ Ես շատ մեծ հույսով եմ, որ ինչ որ մի բան մենք կկարողանանք փոխենք, այսքան շատ խոսելով այդ թեմայի մասին։ Ես շատ ուրախ կլինեմ, որ մենք կարողանանք այս մասին խոսալով փոխել։ Դու ինքդ առնչվել ես այստեղ այդ երևույթին։ Շատ եմ առնչվել, որ ասենք ինքը չգիտի Հայաստանը, ասում եմ մենք որ եկել ենք, դուք որ եկել եք 30 տարի առաջ ուրիշ բաներ ել, դժվարություններ եղել, հիմա մենք եկել ենք ուրիշ է։ Եկել ես ասում եմ գնա ավտոմոյկայում աշխատի, գնա բան որ աշխատի, բայց չի աշխատել, կարող է ես ուրիշ բան կարող եմ աշխատել։ Ինքը իր բանը, հետո որ գալիս ես հաջողության ես հասնում կարճ ժամանակում։ Ասում ոնց է 2 տարի եկել է, նա ինչ ավտո է քշում, նա ինչ անում բան։ Չի ասում է որ լավա ջան, մեր հայն է, երեք եկել է, ինչ անում։ Փոխանակասի ջան, եկել ես, ասենք, ինչ լավ է բան։ Այդ կոնֆլիկտները կա, օրեր առաջ իմ ընկերոջը գործից հանել են։ Մարդը նոր է եկել, մտել աշխատանքի, ասում են դե չէ, բան անգլերեն պետք է իմանա, ասում եմ, բայց դու ինչ գիտես, անգլերեն գիտեմ, թե չէ, ասում եմ, ոնց։ Նոր ես եկել Հայաստանից անգլերեն ես խոսում, ասում եմ, կարամ ձեզ դաս տամ անգլերեն։ Ու մտել աշխատանքի, ու այդ տղեկի ինչքան ազնիվ են ելել, Լիբանանը հայ տղեկ են ելել, ասել են, ոչմ, դու հենց դրա համար, պրիամա ասել են, չեն հետևից խոսացել, որ Հայաստանցի ես մեկ, երկրորդը որ ամեն ինչ գիտես նոր ես եկել, գործից դուս են հանել։ Հիմա այս տղեն եկել է մեր ընկերը լարված բան,
Որը սմախբեր խի այ ախպեր, որ նոր եմ եկել լավ ամեն ինչ անգիր գիտեմ, խի են հանե։ Կամ ասում եմ նոր ես եկել, այսքանով սկսի աշխատել, հետո այսքան։ Ինչի, որովհետև նոր ես եկել։ Բայց ինքը ամեն ինչ պրոֆեսիոնալ գիտի տվյալ աշխատանքը։ Ու դե շատ այնքան կարամ պատմեմ, որ ռեալ իմ հետ ա եղել, իմ ասենք ընկերների հետ ա եղել։ Հիմա ես ոչ թե պիտի չարանամ, ջղայնանամ, բան, այլ մարդկանց այդ բանալին բանը կրտես։ Կամ շատ հայեր գիտեմ, հիասթափված են, ասում աղբեր նոր եկած հայեր ինձ խափեց, էս հենց եղավ, հենց եղավ, էլ իր համար բոլոր հայերը նույն են, ասում ես նոր եմ եկել, վերջ, պրծավ, իր համար նոր է եկել, վերջ, կամ խափում է, կամ գցում է, կամ էսա, կարող է նոր եկել լավ մարդան չես, այդքան միա, չես ճանաչում։ Քանի որ ես էլ եմ անց այդ ճանապարհը ու ցանկացած մարդ, որ ինչ-որ պրոյեկտ սկսում են նկարահանումներ, բան, անդադ կոնֆլիկտներ ալում, խնդիրներ, տարբեր հարց, ձեր մոտ ֆինանսական, հովանավորներ, նկարելու, մոնտաժի այդ խնդիրները եղել է, թե այտենց հարց սկսել եք ու սիրուն գնում է։ Նայ, կարող է ինչ-որ մեկի համար հիմա իմ ասածը շատ տարօրինակ թվա, բայց ես իմ ամուսնուն Աստծուն շնորհակալ եմ ինձ Արոյի հետ ծանոթացնելու համար։ Արոն իմ ամուսնու ընկերն է, որը այսօր նաև իմ ընկերն է։ Ես Արոյի հետ երբևիցե չեմ ունեցել ոչ մի տեսակի խնդիր։ Մեր թիմում ես եմ, Արոնը եւ ունենք եւս մեկ օպերատոր Էդգարը, երբևիցե ոչ մի տեսակի խնդիր չենք ունեցել։ Ոչ ֆինանսական, ոչ ամեն մեկն իր դերը ունի այս ամեն ինչի մեջ։ Ես զբաղվում եմ իմ հյուրերի հետ բանակցելով, Արոն զբաղվում է իր նկարելով, պրոդյուսինգով, մենեջմենտով, ես զբաղվում եմ մոնտաժով, ես զբաղվում եմ սոցցանցերով, ամեն մեկս իր դերը ունի։ Էդգարը նույնպես յուրաքանչյուրիս դերը, երբ որ ի սկզբանե դրված է լինում, ամեն ինչ շատ հարթ է գնում։ Մենք էլ մեծ մարդիկ ենք։ Մեր այստեղ ամեն ինչից վեր է ընկերությունը։ Այդ շատ ամեն ինչից վեր է ընկերությունը, չի կարա որևէ տեսակի ֆինանս, որևէ տեսակի հաղորդում, որևէ տեսակի հովանավոր, չգիտեմ ինչ կանգնել մեր ընկերության մեջ։ Ես շատ շնորհակալ եմ Արո քեզ, քանի տեղը ընկել է ասում եմ։ Ես անչափ շնորհակալ եմ քեզ, Էդգարին։ Ես շնորհակալ եմ, որ իմ կողքին եմ։ Շնորհակալ եմ, որ միշտ մեջքից կանգնած եք։ Ես շնորհակալ եմ, որ ինձ այնքան թև ու թիկունք եք դու։ Բրավո, ես էլ եմ ուզում շնորհակալություն ասեմ, որ ես շատ շնորհակալ եմ։ Ձեր հաղորդման մեջ ամեն խոսալուց Արո եք ասում։ Արո ջան, ճիշտ է, ձեր հաղորդումները։ Արո ջան, այս բանը որ ասեց անենք, հա։ Տես Արոն էլ ասած, գնանք այս ճիշտ տեղը, այս բանը ասեց անենք։ Հա, Արոն էլ էր այդ ասում։ Նայ, Արոն չի երևում նկարում է, բայց Արոն ամենակարևորը չէ։ Արոն իմ հետ կատարված հրաշքներից մեկն է։ Չնայած Արոյին ճիշտ ասած բոլորը ճանաչում են, այդպես Արոյին ով չի ճանաչում։ Հա, չէ, ինձ էլ որ միջոցառում էր գնացել ենք, ասում են դե լավ, Արոյին գիտես էր չծանոթացնենք, բայց մի րոպե չեմ ճանաչում, ոնց։ Արոյին չես ճանաչում, ասի ծանոթացանք, հետո խոսացինք, տենց ընկերներ, շատ ընկերներ ունենք, բան հետո էլի հանդիպեցինք միջոցառման տեղ ես հանդիսավորը էլի ընդհանուր շատ ընկերություն տեսակը Արոյի այդ լավ տեսակը որ իրոք տենց ոնց են ասում հալած յուղի պես գնում է ոնց հասկացա այ բրավո ես կցանկանամ որ միշտ ձեր հաղորդումները ընկերությունը սենց համահունչ ընթանա գնա եւ լավ հյուրեր ունեք հա նայ Արոն իր տեսակով շատ բարի է հա բայ դու ստեղ էիր բայ որ բանա չէ որ ասում են այդ հաղորդումների մեջ ողջուններս Արոյին չէ ողջուններս Արոյին շատ սիրում ենք Արո ջան բայց Արոն ստեղ է խոսք կարանք իր մոտ ասենք կամ նստենք սեղանի կողքը ես ասում եմ որ Արոն լսի Չնայած ես համոզված եմ, որ ինքը լավ գիտի, թե ես ինչպես եմ վերաբերվում իրան։ Հետևորդներն էլ թող իմանան, ինչի համար, որ իրենք էլ ինչ-որ նախաձեռնություն սկսեն, այդպես օրինակ ես էլ իմ նկարանումները սկսեմ, ճիշտ է, շատ օպերատորներ են փոխվել, որտեվ բոլորին ճանաչում եմ օպերատորներին, թե Հայաստան, թե Ամերիկա, ամեն գալուց նկարելուց ասում են, բա ոնց ենք անում, ասում են դու մեր աղբերն ես, նկարում գնում են, ասում ես ոնց կլինի։ Նույնիսկ տղեկը զարմանում են, ասում են աղբեր մի հոգու հետ աշխատի, որ ամեն ինչ համաճ, ասում չի լում, իմ ընկերներն են, ինքն է գալի նկարում, որ մեկ ազատ է գալի նկարում է, գալի սրտանց ու սրտանց։
Ուսես շատ զարմանալու բան է, մեր Արտյոմն էլ ռեժիսոր, ամեն ինչը տենց սաղտանց, ասում եմ ախպեր, գոնե մի բան, ասում եմ երբ որ շատ հովանավոր կունենաս, մի բան կասես, բայց այդպես էլ հովանավորներն էլ կամ կլեն կամ չեն, հա Գարիկի մոտ էր, ողջուններս Գարիկի մոտ, թող մեր հյուրերը գնան հանգստանան Գարիկի մոտ, անպայման, վայելեն, որտեվ այդ ես քեզ ուզում եմ նաև հրավիրել այս ամսի 12-ին, ուրբաթ օրը, հրավիրեմ մեր մյուս գլխավոր գործընկեր Lilith's Beauty Lab-ի գեղեցկության սրահի բացմանը, ես քեզ հասցեն հետո կտամ, այսօր ամեն ինչը իրար հետ միասին է ստացվում, Արոյի հետ է իմ գործը ստացվում, իմ գործընկերների հետ է, որ գործընկերների շնորհիվ է, որ մեր գործը ստացվում է, Գարիկը ի սկզբանե միշտ եղել է մեր կողքին, ամենաառաջին օրվանից, Գարիկը երևի տենց Ես ուրիշների տեղը պատասխան չեմ կարող տալ, բայց ամենաառաջին օրվանից Գարիկը միշտ եղել է մեր կողքին, դա անգնահատելի է, ես շնորհակալ եմ նրան ու արի բոլորին խորհուրդ տանք, եթե կգնաք Palm Springs, Գարիկի մոտ, ուրիշ լավ տեղ դուք չեք կարող Palm Springs-ում գտնել, քան Գարիկի մոտ հանգստանալ։ Գարիկի մոտ հանգստանալ, ամեն մեր Գարիկի մոտ է, էլի, Գարիկի մոտ ամեն ինչ ասում արդեն։ Էլի հայեցի է, էլի Գարիկի մոտ, վերջ։ Իվան, այս պահին ինչով ես զբաղվում այստեղ։ Ես գիտեմ, որ դու հանդիսություններ ես վարում։ Արի մեր հետևորդներին ասենք, որ Իվանը հրաշալի հանդիսավար է, ձեր առիթները անպայման կարող եք վստահել Իվանին։ Շատ հրաշալի անցնում, վերջերս ես ու Արոն ներկա էինք այդ հանդիսություններից մեկի։ Մի պրոբլեմը Իվանի, որ այդ հանդիսության ժամանակ չի գալիս այդպես խմի։ Հա, չեմ խմում, չէ, 17 տարի հանդիսավար եմ եղել, մի բաժակ չեմ խմել, բայց այնպես խմում ենք, ոչ թե։ Բայց ես նաև արի նաև չմոռանանք, որ դու հրաշալի դերասան ես։ Այս պահին ինչ որ թատրոնում, ինչ որ ֆիլմում զբաղվածություն ունես դու։ Ստեղ մեր ընկերներով մեր Գևորգ Վարդանյան մի տարի է ստեղծել հայ արտիստ թատերախումբ, մանկական ներկայացումներ են խաղում, որ եկել եմ Ամերիկա, Հայք թատերախումբ կա 30 տարի եւ ավել, Տեր եւ Տիկին Ալթունյանները իրենց մոտ եմ խաղացել, եւ Անուշ Պետրոսյանը սցենարիստ, պրոդյուսեր, վերջին վկա սերիալ գրեց, տեղ եմ խաղացել վերջերս, մեկ էլ աշխատում եմ մեծահասակների կենտրոնում, ոնց որ այդ հավեսս, այդ էներգիաս, հանդիսավար, այդ ամեն ինչը պապիկ տատիկների հետ եմ անցկացնում, էլի, որովհետև իմ մոտ որ էներգիան շատ է, այդ բազան, ստեղծագործ վիճակը, որ դա չի լինում, արդեն սկսում եմ ջղայնանալ, խառնվել իրար։ 5 օր այդտեղ առավոտյան եմ աշխատում, մեկ էլ դե հանդիսավար եթե լինում է, վարել, տենց, բայց շատ նպատակներ կան, ուզում եմ ներկայացում, այս ստենդափ չեմ սիրում, ընկերները շատ են ասում, ստենդափ արա, քո կյանքի ամբողջ պատմությունները ստենդափ է, էդի արա տես ինչ կլինի, ճիշտ են ասում։ Իգուցե փորձես։ Նայ, շատ են ասում ընկերները, նույնիսկ իմ պատմություններից մեր ընկերները, ովքեր ստենդափ անում են, բոլորը մեր ընկերներն են, ճանաչում եմ, շատ լավ անում են։ Իմ պատմություններից նույնիսկ վերցրել են ստենդափ են արել, այդ պատմել են, շատ, չգիտեմ, ասում են քո մոտ իդեալական կստացվի, որտեղ ես կյանքում անեկդոտ չգիտեմ, իմ ամբողջ կյանքը անեկդոտ է, իմ կյանքի պատմությունները հերիք է, որ բարձրանամ բեմ, բայց ուզում եմ ներկայացում, ինչ-որ բան փոխվի, բան ասեմ, իմ մեջ կուտակված է, որ հայ է, հային սիրելու այդ գծով ներկայացում, մի բան փոխվի, մի բան ասեմ, այդ ասելիքս է կարևոր, նույնիսկ ամեն օր պիտի մի բան ասի արվեստագետը, որովհետև արվեստագետը դարերով եկած եղել է օրինակ, եղել է բան, որ իր տեսակով, իր գաղափարները ծառայեցնի ժողովրդին, մարդկանց։ Իվան, ես համոզված եմ, որ քո մոտ քո պլանավորածի նման է լինելու։ Լավ մարդկանց Աստված միշտ լավ աչքով է նայում։ Ես համոզված եմ, որ քո մոտ ամեն ինչ ստացվելու է։ Ես միշտ ասում եմ, պետք չի վռազվել։ Հանգիստ ամեն ինչը ավելի լավ է լինում։ Եթե դու արագ ես մի բանի հասնում, արագ էլ իջնում ես այդ տեղից։ Իսկ երբ որ հանգիստ ես գնում, ընթացքում սխալներդ էլ ես նկատում, ընթացքում հասկանում ես քեզ ինչա պետք ավելի լավացնելու համար։ Սուրճ թե թեյ։ Թեյ։ Առավոտ թե երեկո։ Առավոտ։
Ժամանակին եկողն ես թե ուշացողը։ Ուշացողը։ Միշտ։ Համարյա։ Հաճախ երկու բառ, որ միշտ օգտագործում ես։ Ընտիր perfect։ Քո ամենամեծ թուլությունը։ Թուլություն շատ կա, որ մեկն ասեմ։ Կարանք ասենք, որ մերին է քո թուլությունը։ Ես քո տեղը պատասխանեմ, էլի ինչ կլինի։ Շատ խոսալը։ Ափսոսում եմ, որ Ափսոսում եմ, որ ժամանակին շատ բան չեմ արել։ Նյարդայնանում եմ երբ։ Նյարդայնանում եմ շուտ, որ ասենք իմ ուզածը չի լինում, անարդար բաներ տենալուց նարդարան, կապ չունի։ Այդ 7 ամսեկանի ծնվածի սինդրոմն է, էլի, չէ։ 7 ամսեկանի վիճակ։ Սիրում եմ երբ։ Սիրում եմ, երբ շատ մարդ եմ տենում, մարդկանց հետ եմ շփվում։ Երջանիկ եմ երբ։ Երջանիկ եմ, երբ էլի լավ մարդկանց հետ շփվելով, այդ պահերը ապրելով։ Եվ վերջին ու կարևոր հարցը։ Նկարագրիր հային մի բառով։ Արարիչ։ Իվան, ես շնորհակալ եմ քեզնից։ Այսօր մեզ քո ժամանակից տրամադրելու համար։ Ես քեզ ցանկանում եմ նորանոր հաջողություններ։ Ուզում եմ այն նպատակով, ինչ նպատակով, որ եկել ես Միացյալ Նահանգներ, բոլոր նպատակներդ իրականանան։ Ուզում եմ իմանաս, որ բոլորն էլ իրականանալու են։ Դրա համար ուղղակի ժամանակ է պետք։ Հիմա էլ քեզ չեմ ուշացնում, որովհետև օդանավական պետք է գնաս, մերին է գալիս, գնա դիմավորի։ Գնամ դիմավորեմ։ Շատ շնորհակալություն, ես եմ շնորհակալ, ձեզ էլ անխափան եթերներ, շատ դիտումներ, շատ հովանավորներ, այդ պահերը, որ այդ զգացողությունն է, որ նկարահանվում է, այն որ ոնց են ասում, ուրիշ ժամանակ ուրիշ է, բայց այս պահին ուրիշ է, համ հուզվում ես, համ ջղայնանում ես, համ ուրախանում ես։ Ես եմ շնորհակալ այս լավ շփման, լավ ամեն ինչի սկզբի համար, որտեվ տարիներ կանցնեն, այս խոսքեր, այս ամեն ինչի, ինչ-որ մեկի մի բանով կօգնի, որ ինչպես դուք եք ամեն վայրկյան ցանկանում, որ կատարվեն երազանքները, ամենակարևորը իրար հարգել, սիրել, այդ կարելի ասել մեր նպատակն է դա։ Մնացածն լավ կլինի։ Քեզ շատ շնորհակալ եմ համար, որ այսօր ուղղել էիր ինձ։ Շնորհակալ եմ։ Կհանդիպենք դեռ։ Ընտիր perfect։ LAX։ Այրեպորտ։ Մենակ թրաֆիկ չլինի, այս Ամերիկան էտա թրաֆիկը խցանում է։ Գնա որ շուտ տեղ հասնես, գնա, ստեսություն։ Bye։ Գարիկի մոտ հանգստյան գոտին Palm Springs-ում ձեր վստահելի հանգստավայրն է։ Գարիկի մոտ առաջարկում ենք հարմարավետ տներ եւ անզուգական մթնոլորտ։ Վայելեք անհոգ հանգիստ միայն Գարիկի մոտ։